Քույրն ու եղբայրը, հեղինակ Աթաբեկ Խնկոյան։ Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում։ Եղբայրը դուրսն է աշխատում, քույրը տանը։ Նրանք շատ սիրով քույր ու եղբայր են լինում։ Մի օր այս քույրն ու եղբայրը նստած են լինում տան շեմքին ու դեսից դենից խոսում։ Եղբայրն ասում է, թե քույրիկ, կուզես սպիտակ աղավնի դառնաս ու թռչես։ Ահ, պատասխանում է քույրը, այն էլ ինչպես կուզեմ։ Թե որ այդպես սրտանց ուզում ես, ասում է եղբայրը, սպիտակ աղավնի դարձիր ու թռիր։ Հենց այդ խոսքի վրա մինն էլ տեսնում է, որ քույրը թևեր առավ, սպիտակ աղավնի դառավ ու թռավ։ Եղբայրը գլխին է տալիս, ծնկներին է տալիս, լաց է լինում ու ասում, լեզուս լռվեր, ինչու անիծեցի քրոջս, ախ ինչու անիծեցի անուշիկ քրոջս, ինչ էլ կուզի լինի, երկաթե տրեղ կհագնեմ, երկաթե գավազան կառնեմ ձեռքս, աշխարհե աշխարհ ման կգամ, կգտնեմ հարազատ, միակ քույրիկիս, ասում է եղբայրը, վեր կենում, գնում, մտնում է մի անտառ, անտառում լինում է մի դղյակ, մոտենում է դղյակին ու դուռը խփում, դուրս է գալիս մի պառավ կին ու հարցնում, ինչ ես ուզում, այ ջահել տղա, նանի, քրոջս եմ ման գալիս, նրան անիծեցի դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ, չգիտես նրա տեղը, չես տեսել։ Սիրուն տղա, ես չգիտեմ քո աղավնի քրոջ տեղը, արի ներս, գուցե իմ որդին, Քամի թագավորը գիտենա քո քրոջ տեղը։ Եղբայրը ներս է մտնում, տեսնում է, որ Քամի թագավորը նստած է իր գահին, չոքում է թագավորի առաջ ու ասում, ես քրոջս եմ ման գալիս, նրան անիծեցի, դարձավ թագը գլխին սպիտակ աղավնի ու թռավ, ասա չես տեսել իմ աղավնի քրոջը։ Ոչ, կտրիչ տղա, չեմ տեսել սպիտակ աղավնի թագը գլխին քրոջդ, գնա արև թագավորի մոտ, գուցե նա գիտենա աղավնի քրոջդ տեղը։ Տղան վեր է կենում, տխուր տրտում գնում, հասնում մի ուրիշ դղյակի։ Ներս է մտնում, տեսնում է, որ արև թագավորը նստած է գահին, չոքում է գահի առաջ ու ասում, թագավոր, ես իմ քրոջն եմ ման գալիս, նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ, չես տեսել իմ աղավնի քրոջը, ասա, որտեղ է իմ անուշիկ քույրիկը։ Ջահել պատանի, այո, ես գիտեմ որտեղ է քո անուշիկ քույրիկը, նա ստվերների թագուհու մոտ գերի է։ Արև արքա, ինչպես ազատեմ քրոջս։ Ստվերների թագուհու դղյակը շինած է գետափին, կերթաս, կհասնես մի շատ մեծ գետի, այդ գետի կամուրջը մարդու ոսկորներից է շինած, դու որ կհասնես կամուրջին, մատդ դանակով կտրիր ու արյունը կաթեցնելով անցիր կամուրջից, դղյակը շատ սենյակներ ունի, մի սենյակում քնած է քո քույրը։ Պատանին վեր է կենում, համբուրում է արև արքայի ոսկեհեր միրուքը, շնորհակալ է լինում, ճամփա է ընկնում, գնում, հասնում արև արքայի ասած կամուրջին։ Հասնում է, դանակը հանում, մատը կտրում, արյունը կաթեցնելով անցնում կամուրջը, հասնում սև, սաթե դղյակն ու ներս մտնում։ Մտնում է առաջին սենյակը, տեսնում է մի աղավնի քնած։ Մտնում է երկրորդ սենյակը, տեսնում է էլի մի աղավնի քնած։ Էսպես դու մի ասա 10, ես ասեմ 20 սենյակ իրար հետևից անցնում է ու յուրաքանչյուր սենյակում մի աղավնի է քնած գտնում։ Վերջին սենյակը որ մտնում է, ինչ տեսնի, սպիտակ աղավնին, թագը գլխին, թևերը փռած քնել է։ Քույրիկ ջան, ինչու ես քեզ անիծեցի, քո կարոտն ինձ այրեց, ասում է ու վրա վազում, աղավնի քրոջը համբուրում։ Քույրը աղավնին զարթնում է, թևերը թափ, ծափ տալով թռչում է, լուսամուտին կանգնում ու ասում,
Ախ, ախպեր ջան, ինչու ինձ համբուրեցիր, դու ինձ մատով պետք է խփեիր, գլխիս թագը պոկեիր, որ ես աղջիկ դառնայի, քեզ սիրող քույրը։ Ես դարձյալ աղավնի կմնամ, կգնամ ստվերների մոր այրը, կարող ես եկ ինձ ազատիր։ Հիմա գնա այն բոլոր քնած աղավնիներին զարթեցրու, նրանք քեզ պես ազիզ աղբեր չեն ունեցել, որ գա իր քրոջն ազատի, նրանց զարթեցնելիս չլինի թե համբուրես, այլ մատով խփիր, ասում է թևին տալիս ու թռչում, եղբայրն ընկնում է գետին, գլխին է տալիս, լալիս, արցունք է թափում, բայց ճարն ինչ կարող էր անել, անցածն անցած էր, վերջը գնալով մեկ-մեկ բոլոր քնած աղավնիներին մատով խփում ու զարթեցնում է, բոլոր աղավնիները նորից աղջիկներ են դառնում, գնում իրենց տները, միայն մնում է մի աղջիկ, թագավորի աղջիկը, սիրուն տղա, ասում է այդ աղջիկը, դու ինձ լավություն արիր, ազատեցիր ստվերների կախարդ մորից, ես քեզ խրատ կտամ, թե ինչպես ազատես քո անուշ քրոջը, հիմա ստվերների մայրը նստած է իր գահին, իսկ նրա ուսերին գահի շուրջը շարված են աղջիկ աղավնիներն ու ղունղունում են, հանիր դանակդ, մատդ մի քիչ կտրիր, արյունը քսիր աչքերիդ ու մտիր այրը, աչքերդ մթնում լույս կտան, ստվերների թագուհին և բոլոր այնտեղ եղած աղավնիները քեզ չեն տեսնի, զգուշությամբ մոտեցիր, բռնիր քույր աղավնուդ բկից ու դուրս բեր, ինչպես աղջիկն ասում է, տղան այնպես էլ անում է, մատը կտրում է, արյունը քսում իր աչքերին ու մտնում ստվերների թագուհու այրը, մոտենում է իր քրոջը, բկից բռնում ու դուրս բերում, թագավորի աղջիկը իր մատից մի կաթ արյուն է կաթեցնում քրոջ թագի վրա, ապա թագը քաշելով պոկում է և աղավնին դառնում է աղջիկ, քույր ու ախպեր ջերմ փաթաթվում են իրար և կարոտներն առնում, թագավորի աղջիկն այդ սրտաշարժ տեսարանից սաստիկ զգացվում է ու լալով ասում է, թեև ես թագավորի աղջիկ եմ, ամեն տեսակ բարիքով լցված, բայց չեմ վերադառնում հորս մոտ, ես էլ կգամ ձեզ հետ, ինձ էլ ձեզ հետ տարեք, միասին կաշխատենք, միասին կուտենք, թագավորի աղջիկն ու ազատարար պատանին երեքով վերադառնում են տուն, միասին աշխատում են, միասին ուտում, հաշտ ու սիրով ապրում, նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց, եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն ունենաք։